2007 թվականից Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համագործակցող վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկը ծրագրեր իրականացրել է միայն մայրաքաղաք Երևանում։ Վերջերս Լոնդոնում ստորագրված վարքային համաձայնագրով նախատեսվում է Գյումրուն հատկացնել 23,5 միլիոն եվրոյի վարկը, որը ծախսվելու է քաղաքում փողոցաշինության և լուսավորության խնդիրների լուծման ուղղությամբ։ Այսօր Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային քննարկման ժամանակ քաղաքապետը հայտնել է, որ համաձայնագիրն ազգային ժողովի ընթացակարգում հաստատվելուց հետո կձևավորվի աշխատակազմ։ Ժամանակացույցի համաձայն 3 տարվա ընթացքում կիրականացվեն փողոցաշինական աշխատանքներ։ Աշխատանքային պրոցեսը վերահսկվելու է վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի տեղական և լոնդոնյան գրասենյակի աշխատակիցների կողմից։ Տեսլականում կա թե մոտավորապես ինչպիսի մասնագետներ են կրկրգելու, մեր հասարակական սեկտորը նույնպես լրատվամիջոցները նույնպես կրկրգենք, որովհետեւ իդեալական կարողանանք որակը պահպանել, որովհետեւ իրանք շատ են օգնում, երբ որ ասենք, չգիտեմ, ասֆալտի տեղը ջրի մեջ են լցում եւ այլն, եւ այդպիսի մի հատ ոնց որ տեղավանդույթ է ձևավորվել, որ շատ օգնում են եւ հասարակական սեկտորը, եւ հավաքանին, եւ նաեւ լրատվամիջոցները։ Բանկը ստորագրել է եւ կառավարության հետ եւ քաղաքապետարանի հետ մի քանի իրավաբանական պայմանագրերը բավականին ծավալ ունեն եւ այնտեղ կան բավականին մեծ պարտավորություններ եւ ստուգման եւ հաշվետվության միջոցներ, որոնք կիրառվում են, ոչ միայն գրված են, այլ նաեւ կիրառվում են, այնպես որ բանկը ունի իր լծակները, բանկը ունի նաեւ իր միջոցները հետևելու բոլոր աշխատանքներին։ Yes, the tender process is Ամբողջ մրցույթի գործընթացը շատ բաց է եւ թափանցիկ։ Այն վերահսկվում է լոնդոնյան եւ հայաստանյան գրասենյակի կողմից։ Մենք հետևում ենք բանկի ստանդարտ գործընթացներին։